Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե կետեմ կայքը։ Հաղորդման գործընկեր Դան դեսերտ խմորեղենի եւ տորթերի արտադրության ընկերություն։ Հաղորդման գործընկերն է Your Holiday ընկերությունը։ 2010 թվականից Your Holiday-ը դարձել է շատ եւ շատերի լավագույն գործընկերը։ Շնորհանդեսներ, կորպորատիվ երեկոներ, համերգներ, փառատոններ, հարսանյաց միջոցառումներ, ծննդյան, ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի եւ մանկական այլ տոներ։ Այս ամենի կազմակերպումն իրականացվում է մեզ մոտ։ Նվիրիր քեզ եւ փոքրիկիդ հաճելի պահեր։ Պատվերների համար զանգահարել 055 03 09 09։ Դան դեսերտում կարող եք գտնել իրենց համային յուրահատկությամբ եւ ձևավորման ինքնատիպությամբ աչքի ընկնող ամենատարբեր տորթեր եւ խմորեղեններ։ Այստեղ կարող են կատարածել ձեր ցանկացած մտահղացում, տոնական սեղանին տալով յուրահատուկ տեսք։ Պատվերների եւ առաքման հեռախոսահամար 39 89 44։ Առաջին հայացքից անկեղծ թվացող հարցազրույցներ, աստղային ընկերություններ, հզոր ու չկրկնվող ձայնային տվյալներ, կարճամետրաժ ֆիլմ հիշեցնող տեսահոլովակներ եւ համերգային շրջագայություններ։ Էկրաններից այն կողմ ջերմ ու խաղաղ թվացող հայկական շոու բիզնեսը կփորձենք ներկայացնել մեր ձևով, բացահայտելով դրա հակառակ կողմերը եւ ստանալով մեր հայտնիների իրական պատասխանները։ Ողջույն, եթերում Փոպ-արտն է։ Այսօրվա մեր հյուրը հայ երգի փոքրիկ իշխանն է, ում ծափահարում, սիրում եւ երկրպագում էին դեռևս 6 տարեկանից։ Տարիներ առաջ հետ վերադառնալով իր դադարից նա չկարողացավ նույն կերպ ամրապնդել իր դիրքերը երգարվեստում։ Ավելին, կորցնելով հայ երգի փոքրիկ իշխանի իր կոչումը, նա արժանացավ երկրպագուների քննադատությանը, ժողովրդական երգերը 6-8 երաժշտությամբ փոխարինելու համար։ Ներկայումս իրեն չհամարելով շոու բիզնեսի մի մասնիկ եւ հեռու մնալով դրանից, նա փորձում է լողալ հոսանքին հակառակ, իր ժողովրդական երգերով ուրախացնելով սփյուռքահայ հանդիսատեսին։ Այսօրվա մեր հյուրը երգիչ Գուրգեն Դաբաղյանն է։ Yar dalar yar, in boynu in sarmar, mar yar, haylunar besamar. Yar dalar yar, in boynu in sarmar, mar yar, haylunar besamar. Esi kaçacak. Վախեցան կախտերս։ Բաներ մի արա, հələ չսկսած։ Վախի չասի գզանգելս որ վեր ենք թռնելու խոսալուց առաջ։ Դույով երևի ավելի լավ է, այդպես դուքով 200 տարեկան չեն։ Հասկացանք, որ մի 17 տարի երկում ենք։ Լուսինե սամպիտակի, դուրսարի ժամանակին, ամպերը քող միշինի, աչերը շող միշինի։ Որը, ինչ մոռացա։ Բանա մոռացա շատ լուրջ։ Սպասեք։ Դեարի իմ նազելի, իմ սիրելի, իմ գովելի, դեարի իմ նազելի, իմ սիրելի, իմ գովելի, դեարի իմ նազելի, իմ սիրելի, իմ գովելի։ Ողջույն Գուրգեն, շնորհակալ ենք մեր տաղավարում հյուրընկալվելու եւ մեր հրավերն ընդունելու համար։ Տարիներ առաջ Գուրգեն Դաբաղյան անուն ազգանունը հնչում էր գրեթե բոլորի շուրթերից եւ հատկապես մեծահասակների, որոնց համար դու օրինակ էիր իսկական հայ երիտասարդի։ Հետաքրքիր է, ինչու եւ ինչպես պատահեց, որ հայ երգի փոքրիկ իշխանը մնաց անցյալում։ Իհարկե այսօր էլ ստեղծագործում ես, ունես քո լսարանը, բայց այն փառքը, հայտնիությունը, ինչու՞ չէ նաեւ հիացմունքը դեպի քո երգերը այլևս չկան։ Հարցը շատ հետաքրքիր է ձևակերպված ու ես հարցի ձևակերպման հետ այնքան էլ չի որ համաձայն եմ, որովհետև այն ժամանակ ուրիշ էր, հիմա ուրիշ է։ Ինչն է փոխվել։ Այն ժամանակ դաշտն էր ուրիշ, այն ժամանակ տարիքն էր ուրիշ, ամեն ինչ ուրիշ էր։ Ժամանակաշրջանը տենց էր, հիմա ուրիշ է։ Դաշտը շատ ավելի հագեցած է, բայց ես եթե ասեմ ավելի շատ եմ հիմա գործունեություն ծավալում, ենթադրենք համերգային շրջագայություններ եւ այլն, հավատացեք, որ հիմա ավելի շատ է, քան այն ժամանակ։ Իհարկե հիշողությունը մարդկանց չի ջնջվում երբեք, միշտ էլ հիշում են։ Այսինքն դաշտը ուրիշ է, ինչ նկատի ունես։ Այսինքն այն ժամանակ հեռուստատեսություններն էին քիչ, հեռուստաալիքները, երգիչներն էին քիչ,
Իսկ այդ քչի մեջ, եթե 3-4 հոգի են, բնական է երևալը շատ ավելի շատ է, քան 30-40 հոգի է։ Բայց չես կարծում, որ հզոր ձայնային տվյալներն ու ընդհանրապես շատի մեջ էլ է երևում։ Այստեղ խնդիրը մեկ այլ հարցում։ Չեմ կարծում, աշխատասիրության կամ Չէ, ես այդպես չեմ կարծում, որովհետև այսօր նենց է, որ մենակ ձայնով կամ մենակ աշխատասիրությամբ նույնիսկ տաղանդով շատ քիչ է։ Ուրիշ շատ բան է պետք դաշտում երևալու համար։ Կան շատ մարդիկ, ես էլ գիտեմ, դուք էլ գիտեք, որ իրանք շատ լավ տվյալներ ունեն, բայց այսօր իրանք ստվերում են։ Իսկ այդ դաշտի փոփոխության հետ է կապված նաև քո երգելավոճի փոփոխությունը։ Իհարկե կապված է մեկը մյուսի հետ, որովհետև ըստ ժամանակի պետքա շարժվես, չես կարա դու մի բան անես, որը անցել է կամ չգիտեմ ինչ, բայց երգելավոճի փոփոխություն ես չէի ասի, ուղղակի երգացանկի ընդլայնում ավելի շատ կասեի, որովհետև ես երգելով նոր երգեր, նոր գործիքավորման երգեր, չեմ դադարեցրել երգել այն երգերը, որոնք երգել են, որով ինձ ճանաչում ու սիրում են։ Տարիներ անցան, այդ գուսանական երգերը, երբ դու երգում էիր, դրանից տարիներ անցան, երբ դու վերադարձար նորովի, մի փոքր չհամաձայնվենք քեզ հետ, որովհետև նույնիսկ քո երկրպագունները եւ այն մարդիկ, ովքեր երկար ժամանակ սպասել են Գուրգեն Դաբաղյանի վերադարձին, կարծես ինչ որտեղ հիասթափվել են, քանի որ նկատել են, որ դու փոխարինել ես գուսանական երգերը այժմյան արդիական երգերով, հետաքրքիր է դու հիմա երգում ես այն, ինչ քեզ է դուր գալիս, թե դու երգում ես այն, ինչ որ արդեն փորձը ցույց է տվել, որ փողաբեր ճանապարհ է հարթում։ Այդ փողաբերի բանը լավն էր։ Ասեմ, որ իմ մուտքը այդքան էլ տենց չեղավ, իմ մուտքը եղավ լրիվ տրադիցիոն ոճով, երբ որ 5-6 տարի առաջ այդ դադարից հետո ես նորից սկսեցի գործունեությունը, առաջին համերգս եղավ լրիվ տրադիցիոն, ժողովրդական գործիքներով, լրիվ աշուղական երգերով։ Դրանից հետո եւս մեկ մենահամերգների մասին է խոսքը լրիվ ու շրջագայություններ լրիվ եղան այդ ոճով։ Հաջորդ տեսահոլովակը նույնպես այդ ոճով, իսկ դրանից հետո նոր արդեն այս վերջին 2-3 տարին նոր արվեցին այդ փոփոխությունները ժամանակակից, որոնք արվեցին հնի հիման վրա, այսինքն երգերը նոր չէին գրված, երգերը էլի վաղուց ստեղծագործություններ էին, վաղուց գրված, իսկ գործիքավորման մոտեցումը ուղղակի փոխվեց եւ ավելի շատ տեսահոլովակի մատուցման ձևը փոխվեց։ Ինչու հասկացար, որ նախկին երգերը այսօր չեն լսում կամ հրավերներն են քիչ։ Չէ, տենց չի, որ նախկին երգերը այսօր չեն լսում կամ այսօրվա երգերը չգիտեմ ինչ։ Ուղղակի իմ համար էլ էր դա հետաքրքիր, այդ փոփոխությունը ինձ էլ էր պետք եւ բացի դրանից ժողովրդին էլ է պետք փոփոխություն միշտ էլ պետք է։ Գուրգեն, խոսեցիր դադարից, այ հետաքրքիր է դա քեզ հեշտ տրվեց այդ դադարը, որովհետև տարիներ առաջ հաճախ էինք լսում խոսակցություններ, որ Գուրգեն Դաբաղյանը չնայած իր երիտասարդ տարիքին բավական մեծամիտ է։ Ես մինչև դադարն էլ գիտեի, որ այդ դադարը լինելու է, որովհետև բնականաբար է ձայնային հասունացման հետ կապված պետք է լիներ այդ դադարը ու ես սպասում էի։ Այդ մի քանի տարի լռությունը ասեմ, որ ինձ տվեց նախ ինչ որտեղ հանգիստ երգից, ես հասցրեցի ավարտել դպրոց, ընդունվել կոնսերվատորիա, համել կարոտել երգը ու արդեն կարոտով նորից վերադարձա։ Իսկ մեծամտության պահը չգիտեմ։ Գուրգեն, բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ մեր երգարվեստում մրցակցությունը շատ է։ Սակայն մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ դու մրցում ես ոչ թե մյուսների, այլ ինքդ քեզ հետ։ Փորձելով մի կողմ թողնել նախկինում հայտնի փոքրիկ Գուրգեն Դաբաղյանին։ Դրա համար է ինչ որտեղ նաև կապված քո ոճային այս փոփոխությունը։ Չէ, ասեմ, շատ տարբեր են, անցած փոքր Գուրգեն Դաբաղյանն ու հիմիկվա շատ տարբեր են իրանց ամեն ինչով, թե բեմի վրա, թե իրանց ձայնով, թե ամեն ինչով, շատ տարբեր են ու իմ մոտ տենց խնդիր չկա, որ ես ապացուցեմ, որ հիմա ավելի լավն եմ, քան այն ժամանակ էի, տենց բան չկա, սրանք շատ տարբեր բաներ են։ Փոքր Գուրգեն Դաբաղյանը, երբ որ երգում էր, այն ժամանակ միակն էր երեխաների մեջ, որ երգում էր այդ երգերը, առաջինը երգում էր ու շատ նաև քննադատություններ էին լինում, թե ինչի է երգում, ոնց կարելի է երեխան յար երգի, Սայաթնովա երգի եւ այլն, բայց անկախ այդ ամեն ինչից, այդ խոսակցություններից ժողովուրդը սիրեց
ես մեծ բաների հասա կարող եմ ասել այդ տարիքում բազմաթիվ ձայնասկավառակներ, համերգներ շատ երկրներում եւ այլն։ Գալիս է նոր բաներ, իր հետ բերելով ժամանակը, պահանջները, թե իմ, թե հանդիսատեսի, թե ընդհանրապես գլոբալ համաշխարհային առումով։ Ու հիմա իմ առաջ ուրիշ խնդիր է դրված։ Ես այդ խնդիրը չունեմ, որ ես ինքս ինձ ապացուցեմ, որ ես հիմա ավելի լավն եմ կամ ժողովրդին ապացուցեմ։ Հիմա ես արդեն նոր երգերով եմ ներկայանում, նաև հին երգերը, որոնք երգել են, որոնք ինձնից սպասում են միշտ, անկախ ամեն ինչից, ու ես հիմա էլ շատ մեծ համերգային շրջագայություններ շատ ունենում եմ ավելի քան փոքր ժամանակ։ Երբ դու վերադարձար, մեկ քայլ առաջ անելու փոխարեն դու կարծես թե հետ գնացիր։ Որովհետև այսօր բոլորը խոսում են, որ հայկական շոու բիզնեսում չկան մեր աշխուղական երգերը, մեր գուսանական երգերը, սակայն դու ունեիր այդ հնարավորությունները եւս մեկ անգամ ապացուցելու եւ արտնացնելու մերը։ Սակայն դու սկսեցիր երգել այդ 6-8 տակտային երգերը, որը հիմա բոլորն անում են, ցանկացած ռեստորանում եւ ցանկացած ակումբում։ Եվ նշում ես շրջագայությունների մասին, հետաքրքիր է, ինչու՞ չես տվյալ երգերը, հա, ներկայացնում նաեւ Հայաստանում, այլ ներկայացնում ես սփյուռքահայ հանդիսատեսի։ Դա կազմակերպելուց է, Սփյուռքում շատ են հրավերները կազմակերպում, շատ են մարդիկ, ովքեր նախաձեռնում են կազմակերպել, իսկ այստեղ այդքան չէ։ Բոլոր երգիչներն են վկայում այդ մասին, իսկ ձեր ասացի հետ համաձայն չեմ իհարկե, եթե երգում եմ հիմա այդ երգերը նոր տեսահոլովակներով կամ նոր գործիքավորմամբ, այդ երգերն էլ են նույն աշխուղական գուսանական երգերը։ Ուղղակի գործիքավորումն է մի փոքր փոխվել։ Այստեղ հաջողության խնդիրն է, ոչ այդքան երգերի, հա, խնդիրն է, այլ հենց քո հաջողության խնդիրը։ Եթե խոսքը գնում է նույն 6-8 երգերի մասին եւ այլն, ես փոքր ժամանակ եմ ունեցել նույն 6-8-ները, հիմա էլ ունեմ այդ նույն 6-8-ները ու ասեմ, հիմիկվա երգերը գրված են շատ վաղուց, Գուսան Բաքրատ, Գուսան Զաքարյան, այս ստեղծագործողների երգերն են։ Բայց գործիքավորումը արդեն ավելացրած նոր գործիքներ, ինչպես նաև դրանց հետ միասին կան ժողովրդական գործիքներ։ Այսինքն իրականում շատ բան չի փոխվել, ուղղակի ժողովրդի, այդ թվում նաև ձեզ համար անսովոր է Գուրգեն Դաբաղյանին տեսնել նաև այդ ոճում։ Ոչ թե միայն տարազով կանգնած շատ համեստ երգի դուդուկների հետ միայն, այլ դա անսովոր է տեսնել տեսահոլովակով նոր գործիքավորմամբ ու մարդիկ բարեն, ուրախանան։ Նաև քո երկրպագուներին է անսովոր, որովհետև երբ քո վերադարձից հետո համացանցային օգտատերերը նշում են, որ սա չարյաց փոքրագույն է, միայն թե Գուրգեն Դաբաղյանը սահուն քայլերով չսկսի ռաբիզ երգել, եւ նույնիսկ համեմատականներ էին անցկացնում քո, Ռազմիկ Ամյանի եւ Արման Հովհաննիսյանի միջև, ովքեր ինչպես բոլորս էլ գիտենք, իրենց կարիերան չեն սկսել այն երգերը, որոնք այսօր են կատարում եւ որոնք այդքան քննադատվում են։ Իհարկե, գիտենք բոլորս էլ, բայց ասեմ, ժողովրդի մի փոքր զանգվածի, չգիտեմ քանի տոկոսի, այդ ուրիշ հարց է, այդ զանգվածի կարծիքը ընդհանրացնել բոլորի համար դա ճիշտ չի։ Կա նաեւ դրա ճիշտ հակառակ կարծիքները։ Իսկ ըստ քեզ, երբ որ նոր շեշտեցիր, որ նույնիսկ մեզ համար է անսովոր Գուրգեն Դաբաղյանին այսօր տեսնել այդ նոր ոճով, ըստ քեզ։ Ինձ համար էլ անսովոր մեկ։ Դու գտել ես քեզ։ Քեզ համար դա քեզ բավարարում է կամ դու հասել ես այն արդյունքին, որը որ պետք է։ Գիտեք ինչ, ոչ մեկ չկա, որ ասենք ինքը գտել է իրան։ Եթե կասի, ես չեմ հավատա, որ ինքը գտել է իրան։ Մեկը ենթադրենք 20 տարի 6-8 է երգում, ու շատ հարցանիք է երգում ենթադրենք, ինքը չի նշանակում, որ գտել է իրան։ Եթե ինքը երգիչ է, ստեղծագործում է, իր միտքն աշխատում է նոր բաներ, ինքն անդադ փնտրում է, անդադ ուզում է նոր բան անի։ Բազմիցս նշել ես, որ շոու բիզնես ասվածը քո տեսակին շատ խորթ է։ Ապա մի հարց է ծագում, ինչու ես վերադարձել, ինչու ես հարցազրույցներ տալիս, ինչու ես տեսահոլովակներ նկարահանում, չէ՞ որ դրանք մեր այս շոու բիզնեսում առաջ գնալու դասական քայլերն են։ Տեսեք, շոու բիզնեսը շատ մեծ
հասկացողություն է, շատ բաներ է իր մեջ ներառում ու այդտեղ կարա լինի ինչ որ բաներ, ինչ որ հատվածներ, որ ինչ որ մեկին ենթադրենք դուր գա կամ չգա։ Դա ուրիշ խնդիր է, դա կա իմ մոտ, կամ բաներ, որ ես չեմ սիրում այդ բաները, կամ բաներ, որ շատ ինձ դուր է գալիս։ Բայց այդ չի նշանակում, որ ես չպետք է ոչ հարցազրույցներ տամ, ոչ տեսահոլովակ, ոչ ձայնասկավառակ, այլ մենակ տունը երգեմ։ Օրինակ, ինչն է խորտ այս շոու բիզնեսի մեջ։ Դե շոու բիզնեսի մեջ կան շատ բաներ, որ օրինակ իրանցից արժեք չեն ներկայացնում, բայց կարան մեծ լսարան վայելեն կամ ինչ-որ նման այս տիպի բաներ, որոնք մաս են կազմում շոու բիզնեսի, բայց գլոբալ շոու բիզնես հասկացողությունը շատ նորմալ է, շատ լավ բան է ու պետք է այդտեղ լիքը բաներ անել։ Գուրգեն, դժբախտաբար 2013 թվականին, երբ մահացավ քո զարմիկը, Դուդուկահար Գևորգ Դաբաղյանի որդի Արշակը, դու նշել էիր, որ որևէ լրատվամիջոց սկզբնական շրջանում չանդրադարձավ այդ դեպքին, ինչը կարծես թե քեզ խոցել էր։ Տեսեք, ինֆորմացիան հենց ձեզ էլ սխալ է հասել մի լրագրողի պատճառով, ով ինձ զանգում է դեպքից մոտավորապես, չգիտեմ, մի շաբաթ թե քանի օր հետո, ու որպես ինֆորմացիա հարցնում է ինչ ոնց եւ այլն, ես ամեն ինչ ասում եմ, վերջում նա ինքը ասում է, որ ափսոս, որ շուտ չենք իմացել, որպեսզի տեղեկացնենք հանրությանը։ Այդքան բան։ Իսկ ես ոչինչ չեմ ասել այդ մասին։ Այդ տվյալ լրագրողն է ասել, ինչ որ մի աղջիկ։ Իսկ հետո նյութը տպելուց վերջում ինքը գրում է, որ վերջում երգիչը հավելեց լրագրողական լեզվով, հավելեց, որ շատ ափսոս, որ շուտ չէի անդրադարձել այս թեմային։ Իսկ դրանից վերցնելով մեկ ուրիշ լրագրող, թե լրատվամիջոց, թե չգիտեմ ինչ, որոշում է, որ ես դա արել եմ իմ PR-ի համար, որ շուտ գրեին, ես շատ լայքեր կհավաքեի, առիթ կլներ երևի կօգտագործեի, որ լավ PR լնեի համել, չնայած չգիտեմ ինչի սեր պետք է։ Լավ Գուրգեն, վերադառնալով քո երկարվեց տանցում կատարենք դեպի ստեղծագործություններ, որոնցից վերջինը Դեարի երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակներ, որն ինչպես նշել ես, նկարահանվել է շատ արագ 2 օրվա ընթացքում։ Այնպիսի տպավորություններ, երբ մենք կարդում էինք տեսահոլովակի նկարահանման աշխատանքների մասին քո հարցազրույցը, որ դա ձեռքի հետ նկարահանված տեսահոլովակ էր, գուցե քո մասին հիշեցնելու միջոց։ Նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր շուկան գրավելու համար շատ մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա։ Այսինքն ըստ էության միևնույնն է կդիտեն, մի քիչ կքննադատեն, բայց կարևորը կշարունակեն լսել քեզ։ Ասեմ, ի սկզբանե երգը, երբ որ ձայնագրվեցի գործիքավորվեց, նպատակ չի եղել, որ դա կլինի տեսահոլովակ։ Ուղղակի ձայնագրվեցի որպես հաջող երգ, միասին ընկերներով որոշեցինք, որ լավ երգ է, խորհուրդներ եւ այլն։ Հետո տեսանք հաջող ստացվեց, արդեն վերջնական ձայնագրման աշխատանքներից հետո որոշեցինք տեսահոլովակ նկարել։ Նկարահանումը տեսահոլովակի ընդհանուր process-ը, գործընթացը տևել է մոտ 2 ամսից էլ ավել։ Բուն նկարահանման օրերը կոնկրետ, որ նկարահանում արվում արդեն, տևել է 2 օր։ Սրանք տարբեր բաներ են, բայց տեսահոլովակին մոտեցել ենք շատ լուրջ։ Ես ման էի գալիս տարբեր ռեժիսորներ, խոսում էինք եւ այլն, փնտրում էինք, թե ում հետ կարելի է նկարահանել։ Վերջում համաձայնության եկանք Ժորի հետ, որը ես կարծում եմ եւ ընդհանրապես շատ լավ գործեր ունի ու տաղանդավոր ռեժիսոր է, ու որոշեցինք համագործակցել Ժորի հետ, իրար հետ, այսպես ասած, խելքի տվեցինք, ծանրութ թեթև արեցինք ու աշխատեցինք, արեցինք, բայց այդ ընթացքը տևեց մոտ 2-3, նույնիսկ 3 ամիս։ Ուղղակի նշել էիր, որ մենք որոշեցինք հեռու չգնալ, քաղաքից դուրս չգալ, համակարգչային միջոցներով հավաքել տեսահոլովակը, չգիտեմ, բնության տեսարաններ չլիներ։ Հա, համաձայն եմ, մենք տարբեր տարբերակներ կար, որ դրսում արվի բնության մեջ, տաղավարում, բեմ, չգիտեմ, տարբեր բաներ, ուղղակի հանգեցինք այդ տեսակետի վրա, ինչի ոչ թե նրա համար, որ դա հեշտ էր, չէ, հեշտ էլ չէր։ Կարող է մենք դրսում նկարահանումներ անենք բնության մեջ, ավելի դժվար լիներ, որտեղ այդ գրաֆիկական կոնկրետ այդ մոնտաժը կարող է տևեց բավական երկար, որակով ստանալու համար զուտ։ Երիտասարդի սերը մի թողնը
կմնաց հարամի, թե չէ ես կհեռանամ, կմնաս առանցյալի, դե արի իմ նազելի, իմ սիրելի, իմ գովելի, դե արի իմ նազելի, իմ սիրելի, իմ գովելի, դե արի իմ նազելի, իմ սիրելի, իմ գովելի, դե արի իմ նազելի, իմ սիրելի, իմ գովելի։ Լավ, Գուրգեն, ինչպես քիչ առաջ նշեցիր, հաճախ ես այսօր շրջագայում։ Երբ մեր հայտնի մարդկանց հարցնում ենք, թե ինչու են նրանք լռում, նրանք շատ հպարտ եւ շատ ակտիվորեն պատասխանում են, որ շրջագայությունների մեջ են գտնվում եւ նրանց կարծես թե ընդհանրապես հետաքրքիրել չի, որ իրենց վերջին հիթը օրինակ 2011 թվականին կարող է, հա, ստեղծված լինել։ Դու կարծես թե միևնույն ժամանակ եւ գործող երգիչ ես եւ ոչ, եւ հետաքրքիր է նման կարգավիճակը քեզ բավարարում է, որովհետեւ մենք քեզ չենք լսում, մի որոշ ժամանակ մենք կարող ենք քեզ չլսել, բայց օրինակ Ռուսաստանի տարբեր քաղաքներում մարդիկ կարող են քեզ անընդհատ տեսնել հրավերներով եւ քո շրջագայություններով։ Չգիտեմ լավ է թե վատ, իմ մոտ տենց է ստացվում, ես շատ հաճախ չեմ տեսահոլովակներ նկարում, օրինակ անցած տեսահոլովակը դեարին դեկտեմբերին է եղել, այսինքն մի տարի էլ դեռ չի անցել, բայց կարծում եմ այս տարի չի լինի տեսահոլովակ զուտ էլի զբաղվածության պատճառով, որովհետև ես 3 օր հետո մեկնում եմ 1 ամսով, գալու եմ մի քանի օր մնամ ու էլի մեկնեմ, այսինքն այդ թվում է լռություն է ստեղ, այսինքն ես գործ չեմ կարողանում ստեղ անել, բայց որովհետև ֆիզիկապես ես այստեղ չեմ, համերգների եմ, շրջագայությունների եւ այլն, դրա համար ես աշխատում եմ օգտագործել այն ժամանակահատված, երբ որ համերգներ հրավերներ կամ ինչի մենակ համերգներ, կորպորատիվ հրավերներ, երեկոներ չկան ու ես մի որոշ ժամանակ 1-2 ամիս տեղ եմ, որ այդ ժամանակ հնարավոր կլինի աշխատել նոր երգի վրա, նոր տեսահոլովակի վրա։ Նման խոսակցությունները նաև մարդկանց մոտ ընկալվում է որպես ինքնապաշտպանության, հա, ինչ-որ մի ձև, այսինքն դուք չեք գործում, ուղղակի դա արդեն ընդունված խոսակցություն է, շրջագայություններ են կանում, այստեղ ժամանակ չունենք, դա արդեն ինքնապաշտպանության ձև, որպես ինքնապաշտպանություն է ընկալվում։ Կարա լինի տենց բան, կան մարդիկ, որ տենց կասեն, ենթադրենք իրանք շատ զբաղված են արտասահմանում, միշտ մենահամերգներ են ունենում շատ մեծ, բայց ասենք երևի տունն են միշտ էլի, բայց իմ դեպքում կոնկրետ, եթե հետևել եք գովազդներին կամ չգիտեմ համացանցում կամ գովազդներում, մի ամսով գարնանը Եվրոպայում էինք 9 համերգ ունեցանք, հիմա 18 համերգ պետքա լինի Ռուսաստանում, դրանից առաջ 13 համերգ էր Ռուսաստանում, քաղաքներով կոնկրետ այդ բոլորը գիտեն, ես չեմ ստի, եթե չունենամ, կասեմ հիմա ազատ եմ, իմ համար սպորտով եմ զբաղվում, լող եմ պարապում, իմ հավեսի համար գնում եմ ման գալու Փաստորեն դու վերադարձ ես կատարել սփյուռքահայ քո հանդիսատեսի համար։ Նաև, ոչ միայն։ Հիմնականում այս դեպքում։ Քանի որ նրանք սիրում են լսել գուսանական երգեր եւ երգստեք շահերը համընկնում են։ Շահերը համընկնում են, չէ, ասեմ, այստեղ վերջին մենահամերգը երևի 2-3 տարի առաջ էր նկատի ունեմ Երևանում, բայց ես այս տարի հունիս ամսին ունեցա 10 մենահամերգ Հայաստանի մարզերում եւ Արցախում, որը որ ձեզ ասեմ, դա կոմերցիոն նպատակ չէր, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանի մարզերում փող աշխատել շատ դժվար է, կապված լիքը բաների հետ, բայց ես ունեցա 10 մենահամերգ, 5-ը Արցախում, 5-ը Հայաստանի տարբեր քաղաքներում, զուտ այդ ձեր ասացի համար, որ ես երգում եմ, որ ես ազատ էի, պետք էր ժողովրդին ու շատ ինձ դիմում գրում են, թե ինչի այստեղ չեմ ունենում, դրա համար ունեցա։ Լավ, Գուրգեն, զրույցի վերջում կուզենք այսպեսի մի հարց ուղղել քեզ։ Եթե քեզ առաջարկեին ներկայումս, հա, փառք, հայտնիություն, հաջողություն, սակայն միևնույն ժամանակ դու ստիպված լինեիր հրաժարվել քո անցյալից, այսինքն հայ երգի փոքրիկ իշխանը ջնջվեր քո հիշողությունից, արդյոք դու կհամաձայնվեիր դրան։ Իմ հիշողությունից կարա ջնջվի, ախր ժողովրդի հիշողությունից չի ջնջվում դա։ Նենց խորը մնացել է մարդկանց մեջ, մինչև հիմա ինձ տենց հիշում են։ Բայց եթե փառքի բանի մասին ասեմ, ես չեմ ձգտում այդ փառքին, որ բոլոր ինձ փողոցում տնան, sense խոնարհեն մինչև ոտքերը։ Ուղղակի նախկին հաջողության մասին։ Չէ, նախկին հաջողության համար չէի ասի, որ այն ժամանակ ավելի լավ էր, քան հիմա։ Օրինակ, ես որովհետև հիմա ավելի շատ եմ գործում, քան այն ժամանակ։ Ես իմ վրա եմ հենց զգում ինքս, որ հիմա ավելի շատ է իմ ծանրաբեռնվածությունը, քան փոքր ժամանակ։
ու հիմա ավելի շատ փող եմ աշխատում, քան այն ժամանակ։ Քեզ հաջողություն ենք մաղթում Շնորհակալ եմ։ քո հետագա ստեղծագործություններում եւ գործերում։ Մերսի։ Մեր այսօրվա տեսքն ապահովելու համար շնորհակալություն ենք հայտնում Ագա Քանքանյան Image Studio-ին, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր Your Holiday ընկերությանը։ Դարձրեք ձեր տոնն անմոռանալի միայն Your Holiday-ի հետ։ Այսօր այսքանը։ Մենք շարունակելու ենք մեր տեսադաշտում պայել հայկական շոու բիզնեսում տեղի ունեցող բոլոր բացահայտ ու թաքուն իրադարձությունները։ Նաև չենք դադարելու բարձրացնել հարցեր, որոնց պատասխանները մինչ այս չեն հնչել։ Եթերում Pop-Art-ներ, կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր Դան դեսերտ խմորեղենի եւ տորթերի արտադրության ընկերություն։ Հաղորդման գործընկերն է Your Holiday ընկերությունը։ 2010 թվականից Your Holiday-ը դարձել է շատ եւ շատերի լավագույն գործընկերը։ Շնորհանդեսներ, կորպորատիվ երեկոներ, համերգներ, փառատոններ, հարսանյաց միջոցառումներ, ծննդյան, ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի եւ մանկական այլ տոներ։ Այս ամենի կազմակերպումն իրականացվում է մեզ մոտ։ Նվիրիր քեզ եւ փոքրիկիդ հաճելի պահեր։ Պատվերների համար զանգահարել 055 03 09 09։ Դան դեսերտում կարող եք գտնել իրենց համային յուրահատկությամբ եւ ձևավորման ինքնատիպությամբ աչքի ընկնող ամենատարբեր տորթեր եւ խմորեղեններ։ Այստեղ կարող են կատարածել ձեր ցանկացած մտահղացում, տոնական սեղանին տալով յուրահատուկ տեսք։ Պատվերների եւ առաքման հեռախոսահամար 39 89 44